Հարգելի գործընկերներ, այժմ թվարկենք, թե ինչ ենք ֆինանսավորում եւ ինչի համար։ Առաջինը մանկապարտեզների կառուցում Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ։ Հաջորդը Ծաղկահովիտ համայնքի խոսքը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի մասին է, Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, այսինքն շինարարության ընթացքի մեջ տեխնիկական հսկողություն ենք ավելացնում։ Հաջորդը մանկապարտեզների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, նորմալ է, այստեղ ես ուրախ եմ, որ ավարտվում է, որովհետև այս մանկապարտեզը մի օր ուղղակի պատահական Գեղամասարի գյուղամեջում կանգ առնեցա եւ հարցրեցի, մարդիկ ասացին, որ մանկապարտեզն է հրատապ խնդիրը, երևի դա 2 տարի առաջ էր կամ մի քիչ ավելի շուտ, այսինքն 4 տարի է տևել, 3 երբ էր բան 1.5 տարի առաջ է եղել, պարոն վարչապետ, ձեր հանդիպումը ու ծրագիրը 2026 թվականին պիտի ավարտվեր, բայց հիմա ավելի շուտ ավարտում ենք, 5 տարի նախատեսվածից շուտ ենք։ Այո, 2026-ին էր նախատեսված։ Մանկապարտեզների նախագծում Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասաշենքի երեսպատման տարածքի մասնակի բարեկարգման նախահաշվային փաստաթղթերն ենք սկսում սրանով եւ մանկապարտեզների գույքով ապահովում, ինչ նշանակում է խոսքը ավարտված մանկապարտեզների մասին, կամ ավարտվող։ Հիմա այս գույքերը քանիսն են ավարտված, քանիսն են ավարտվող։ Անվարչապետ կոնկրետ այս մանկապարտեզի բարակայում ինքը 21 թվականին վարկային միջոցներով է կառուցվել, սակայն մի րոպե, ես ուրիշ բան եմ հարցնում։ Հիմա մենք ունենք 16 մանկապարտեզներ գույքով ապահովում, հիմա ես դրանք եմ թվարկելու, բոլորը ավարտված են։ Այո։ Շատ լավ։ Կամ ավարտական փուլում է մի քանիսը։ Այո։ Ինչ նշանակում է, որ արդեն եզրափակիչ հատվածն է։ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի Կակաչ մանկապարտեզ ավարտված է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագածի Լիատեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ Մսուր մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ ավարտված է, շինարարությունը ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, ավարտական փուլում է, հիմնանորոգումը։ Լոռու մարզի այստեղ չնշեցի, որն է 0-ից կառուցվում, որը հիմնանորոգվում կամ կառուցվող կամ հիմնանորոգվող։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալիա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Սպրիվոլնը է, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կատնախկույր գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիայով։ Սրանք այս վերջին հատվածը բոլորը գույքով ապահովելու մասին էր։ Հարգելի գործընկերներ, իհարկե սա նաև մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները պետք է ապահովենք եւ դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով։